Երևանը բասկետբոլային տոնի է պատրաստվում։ Առաջին անգամ Հայաստանը կընդունի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ 9 հավաքական, 24 խաղ, որից 6-ը մեր ընտրանում մասնակցությամբ։ Կարևոր ստուգատեսից առաջ մեր հավաքականը գլխավորել է ամերիկաբնակ երիտասարդ մարզիչ Նարեկ Կապուստյանը, որի հետ բասկետբոլի ֆեդերացիան մեծ հույսեր է կապում։ Մարզիչը աշխատում է ԱՄՆ-ում հայկական HBO դպրոցում, Լոս Անջելեսի, եւ վերջի տարիներին HBO-ի դպրոցական թիմը բավական հաջող է խաղում Կալիֆոռնիայի դպրոցական դիվիզիոններում, Titans անվանումով թիմը, եւ նրա ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նրա լավ արդյունքները դպրոցական պատանեկան բասկետբոլում։ Պատանեկան հավաքականի համար նա շատ լավ թեկնածու է։ Հայաստանի հավաքականը եվրոպական ստուգատեսին մոտենում է ոչ միայն տեղացի, այլև ամերիկյան եւ ռուսական թիմերում հանդես եկող բասկետբոլիստներով, նրանք լավագույններն են իրենց ակումբներում։ Լոս Անջելեսում փորձարկումների շարք ա եղել, որին մասնակցել են գրեթե 120 հայ պատանիներ, գիտեք, որ Լոս Անջելեսում շատ մեծ համայնք ունենք ու տասնյակ հազարավոր երեխաներ մարզվում են բասկետբոլով։ Ու նրանցից ընտրվել են ամենահեռանկարային, ամենաուժեղ 3 խաղացողները։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հավաքականի առջև խնդիր է դրել նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Դա կլինի նոր մոտիվացիա բասկետբոլի զարգացման համար։ Գոհացնող կլինի միայն հաղթանակը, որովհետև մենք արդեն երկար տարիները հանդես են գալիս C դիվիզիոններում եւ վերջի անգամ 2017-ին ենք հաղթանակ ունեցել C դիվիզիոնում Արեգ Վացյանի գլխավորությամբ 16 տարեկաններով։ Կարծում եմ ժամանակն է, որ եւս մեկ անգամ հաղթանակ լինի, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ սա պատանիներ են, չենք ուզում շատ մեծ ճնշում լինի իրանց վրա, որտեղ իրանք առաջին քայլերն են անում դեպի մեծ բասկետբոլ, դեպի միջազգային սպորտ։ Հայաստանի հավաքականը կարող է անցնել հաջորդ փուլ եւ շարունակել ոչ թե C դիվիզիոնում, այլ B դիվիզիոնում եւ դա կնպաստի մեր մարզաձևի զարգացմանը պատանիների շրջանում։ Մեր ակնկալիքները բավականին ֆեդերացիայի հետ լավ աշխատանքների արդյունքն է։ Մինչև 16 տարեկանների հավաքականը պայքարը կսկսի հուլիսի 4-ին Անդորայի հետ խաղով։ Հանդիպումները կկայանան սպորտի կառավարման կենտրոնում, նախկին Միկա մարզահամալիրում։ Մուտքն ազատ է։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։